Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն podcast։ Ձեզ հետ կրկին Փիսոն ու Ֆինն են։ Այսօր մի հարց ենք բարձրացնելու, որը շատերին կարող է մի քիչ անհարմար թվալ։ Fast fashion-ի կամ այսպես ասած արագ մոդայի եւ դրա ազդեցությունը բնության եւ մարդու վրա։ Բնության վրա? Դե հա, մի շապիկ գնեցի ու մոլորակը չորացավ։ Չեմ հավատում։ Դե իրականում հենց այդպես էլ մոտավորապես լինում է։ Այդ էժան ու նորաձև հագուստը, որ հաճախ ենք գնում ու գրեթե չենք հագնում, հսկայական քանակությամբ ջուր, էներգիա ու քիմիական նյութեր է սպառում։ Օրինակ, մեկ բամբակե շապիկ պատրաստելու համար մոտ 2700 լիտր ջուր է պետք։ Դա մարդու մոտ 1 ամսյա խմելու ջուրն է։ Ես այդ շապիկներից 3 հատ նույն գույնով ունեմ։ Մեկը հագնում եմ, երկուսը դարակում են մնում։ Դե հենց այդպիսի սպառողական մտածողություն է fast fashion-ի շարժիչ ուժը։ Էժան, հաճախ փոխվող հավաքածուներ, որ գայթակղում են, բայց իրականում շատ արագ աղբի են վերածվում։ Դե հագուստ է, հագնում ենք, հին է դառնում, փոխում ենք։ Բա ինչ անենք, սեզոններն էլ են փոխվում։ Բայց տես, աշխարհում ամեն տարի միլիարդավոր հագուստ ուղղակի նետվում է աղբանոց։ Շատերը նույնիսկ չհագած։ Այդ հագուստը քայքայվում է տասնյակ տարիներով։ Արտադրության ընթացքում էլ աղտոտում գետերը, հողերը։ Իսկ երեխաների ու կանանց շահագործումը մեկ ուրիշ թեմա է։ Բա ինչ անենք, ոչ մի բան չգնենք, մնանք նույն ջինսով։ Ոչ, ուղղակի գիտակցված գնիր։ Գնիր քիչ, բայց որակով։ Հագիր մի քանի սեզոն։ Կարող ես նաև փոխանակվել, երկրորդ ձեռքի խանութներից օգտվել կամ նորից օգտագործել։ Մի խոսքով հագուստի մասին որպես օգտագործվող բան մտածիր, ոչ թե միայն նորաձևության պատառիկ։ Լավ էլի, հիմա էլ պիտի զգուշանամ, որ հագուստի պատճառով երկիրը չկործանվի։ Բայց դե հասկացա, ես կեսա անգամ չեմ հագնում գնացիս։ Հենց դրան էլ ասում ենք գիտակից սպառում։ Ու եթե մենք բոլորս մի փոքր փոխենք մեր վերաբերմունքը, արդյունքը հսկայական կլինի։ Դե լավ, գնամ տանս պահարանը մաքրեմ։ Արդեն վախենում եմ, թե հաջորդ անգամ գլխիս ինչ թեմա ես բերելու։ Մի վախեցիր։ Ուղղակի պիտի լինես իրազեկ ու ավելի խելամիտ որոշումներ կայացնես։ Հիշիր, նորաձև լինելը չի նշանակում սպառողական վերաբերմունք ունենալ։ Սպառիր մտածված։ Լրացուցիչ բովանդակության համար այցելեք Փիսոն հավելված կամ լսեք մեր մյուս Փիսոն փոդքասթները։ Ձեզ հետ Փիսոն եւ Ֆինն էին։ Կհանդիպենք հաջորդ անգամ։